Սակոյ վիճակը գնալով վատանում է վար, երբ որ իրան տանենք հիվանդանոց պետք է անվտանգությունը ապահովենք։ Ով է տեղափոխել։ Չգիտեմ, չեմ մտածել, բայց մտածում ենք տանենք հիվանդանոցի բակում թողնենք, հետո քեզ զանգենք, որ գոնե դիմավորես։ Չէ, Դավիթ։ Ես էլ չեմ խառնվելու ձեր գործերին։ Վարուշ, խոսքը Սակոյի կյանքի մասին է։ Սակոյի կյանքի մասին, ձեր կյանքի մասին, ու ընդհանրապես ձեր ապագայի մասին պետք է ժամանակին մտածել։ Ինչա անորսալի վրիժառուներն եք, հա, դարել գլխիս։ Մտածում եք անմահ եք, անխոցելի եք։ Բա ի՞նչ ա ուզածը, թողնենք Սակոն մեր ձեռների մեջ մահանա, էդ ա ուզածը։ Չէ, այդ չի։ Բայց ես այլևս իրավունք չունեմ ոստիկան կոչվելու։ Ու այդ ամեն ինչը ձեր հերոսությունների պատճառով է։ Մեր մոռացար ոնց այդ անասունը նանեին բռնաբարեց, հետո սպանեց, հետո Արամին, մոռացար։ Այ Արամին հնարավոր էր փրկել, եթե ժամանակին ինձ լսեիք ու բոլորով գնայիք հանձնվեիք։ Վարուշ, այսինքն չես օգնելու։ Խրխի չես ուզում հասկանաս։ Ես հնարավոր բոլոր օրենքները խախտել եմ արդեն։ Ու եթե իմ գոլեգաներից որևէ մեկը այսքանից կասկածեց, ես ավելի շուտ ճաղերի հետևում կհետևեմ, քան դուք բոլորդ։ Խնդրում եմ, հասկացի, Սակոյին հիվանդանոցում պետք չի իմ անպաշտպան թողնել։ Սակոն անպաշտպան չի լինի։ Նրան տարեք հիվանդանոց։ Անանուն հեռախոսից զանգ կատարեք ոստիկանություն, նշեք հստակ հասցե ու ասեք, որ տեսել եք հետախուզման մեջ գտնվող տղերքից մեկին։ Այդ զանգից հետո 10-15 րոպե հետո ոստիկանությունը կգա ու կապահովի նրա անվտանգությունը։ Մի րոպե, բա այդ անանուն զանգը ոնց են կանելու, որ մեր վրա դուրս չգան ու չհայտնաբերեն։ Տանալուց առաջ զանգեք, ես մնացածը կկազմակերպեմ։ Լավ։ Ահա։ Սակոին լավ փաստաբան է պետք։ Գիտեմ, մտածում եմ այդ ուղղությամբ։ Վար, լսի, ուզում եմ Սյուզի ընտենամ, կարաս կազմակերպես։ Հիմա լավ ժամանակ չի։ Ես չգիտեմ Բեկի մարդիկ հետևում են նրան, թե չէ։ Դե գիտեմ, դրա համար քեզ եմ ասում, որ օգնես։ Լավ, մի բան կկազմակերպեմ։ Իսկ արանք այսօր, հիմա։ Չէ, հիմա չէ։ Գուցե երեկոյան։ Ես պիտի վստահ լինեմ, որ Սյուզին ոչ ոք չի հետևում։ Դե գոնե երեկոյան։ Ես չեմ կարող ամեն վայրկեն այդ տնից դուրս գամ, հասկացի։ Լավ, մի բան կմտածեմ։ Մեկ էլ վար, մեզ ավտոյա պետք որ Սակոյին կարողանանք տանենք հիվանդանոց։ Ոյ Աստված։